Ֆորտունա հեռուստաընկերության ամանորյա ծրագրի գլխավոր հովանավորն է Երեմյան ընկերությունների խումբը, Լոռու մարզի Տաշիր համայնքում տեղակայված իր ամենամեծ եւ ժամանակակից անասնաֆերմայով։ Իր մարզային գործունեությամբ ընկերությունը նպատակ ունի նպաստել համայնքներում աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների իրականացմանը եւ փորձի փոխանակմանը։ Ինչպես ասում է Երեմյան կաթնամթերքը, կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Նոր տարում լինենք սիրով լեցուն, ուժեղ եւ առողջ։
Ամանորյա բացենյակի գործընկերն է Ազարյան գինին իր հատմտիշ տեսականիով։ Կարող եք հարցնել խորենացի 7 հասցեում, ինչպես նաև բոլոր խանութներում։ Ազարյան գինի զարդարեք ձեր ամանորյա սեղանները։ Կարմիր, սպիտակ եւ վարդագույն։ Ազարյան գինի պատրաստված միայն խաղողի լավագույն տեսականուց, տնական տեխնոլոգիայով առանց հավելումների եւ բաղադրիչների։ Արտադրվում է քաղաք Վանաձորում, հարցրեք Լոռու մարզի խանութներում, նաև The Wine Room խանութ սրահում, քաղաք Վանաձոր Մովսես Խորենացի 7 հասցեում։ Գործում է մանրածաղ եւ մեծածաղ առևտուր, ինչպես նաև գինու համտեսում հենց խանութ սրահում։ Ազարյան գինի, արբեցնող, ինչպես սերը։ Տոնական վաթսենյակի գործընկերն է Step Furniture պատվերով կահույք է քաղաք Ստեփանավան։ Հեռախոսահամար 091 20 20 35։ Step Furniture որակյալ հումք, ամուր կառուցվածք, կատարյալ համադրություն։ Պատվերով կահույք, տան, աշխատասենյակի եւ ցանկացած միջավայրի համար։ Ձեր ճաշակով ու պահանջներին համապատասխան։ Նորավոճ ու նրբաճաշակ տեսականին կպատրաստվի փորձառու մասնագետի կողմից, որակը երաշխավորված։ Մեզ կարող եք գտնել նաև Facebook-ում եւ Instagram-ում։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, Ֆորտունա հեռուստաընկերության եթերում բացենյակն է ժամը 20:00 եւ մենք նորից հանդիպում ենք բարձր եւ տոնական տրամադրությամբ։ Նախատոնական բարի երեկո մեր շատ սիրելի հեռուստատեղներին, ովքեր մեզ դիտում են Հայաստանում, Լոռիում, ովքեր մեզ դիտում են Հայաստանի ցանկացած կետում եւ իհարկե Լոռու մարզում եւ Հայաստանի սահմաններից դուրս։ Իհարկե Ֆորտունան ունի այս հնարավորությունը, մենք ողջունում ենք աշխարհասփյուր հայությանը ու մաղթում ենք խաղաղ եւ բարի նախատոնական երեկո։ Այո։ Ահա որ սիրո պակաս մեր քաղաքում, ծաղիկներ չվաճառված փողոցներում, սիրահար սերտերը էլ չեն երևում, երևի փակվել են լուր տակ տներում, ձյան հետարի սիրահարվի պետք չի ինձ գարում, թող լույսերը շուտ վարվեն, ոսանոր տարվան գիշերը, երազներս կատարվեն, մորանամ իմ հին ուշերը, ինձ գրկես ու ժպտալով, սավառնենք Երևանով, սիրելով, թող լույսերը շուտ վարվեն, ոսանոր տարվան գիշերը, երազներս կատարվեն, մորանամ իմ հին ուշերը, ինձ գրկես ու ժպտալով, սավառնենք Երևանով, սիրելով, աստղերի պակաս չկա մեր երկնքում, երկուսով կթափարենք գիշերներում, անդադար ձյունն գա շատ եմ սիրում, իսկական հրաշքեցա դու իմ գրկում, ձյան հետարի սիրահարվի պետք չի ինձ գարում, թող լույսերը շուտ վարվեն, ոսանոր տարվան գիշերը, երազներս կատարվեն, մորանամ իմ հին ուշերը, ինձ գրկես ու ժպտալով, սավառնենք Երևանով, սիրելով, թող լույսերը շուտ վարվեն, ոսանոր տարվան գիշերը, երազներս կատարվեն, մորանամ իմ հին ուշերը, ինձ գրկես ու ժպտալով, սավառնենք
Մենք վերադարձանք Տաղավար սերի հեռուստատողներ եւ շարունակում ենք մեր նախատոնական եթերը, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հենց նոր են միացել մեզ եւ ողջունում ենք բոլոր բարի տատիկներին, ովքեր այս պահին փաթաթում են աշխարհի ամենահամեղ ուտեստներից մեկը։ Դե ինձ երբ բարեկամներ ասում ենք եւս մեկ անգամ նախատոնական հետաքրքիր երուզարենք մաղթում ձեզ, թող խաղաղ գատարին եւ դուք էլ խաղաղությամբ ու սիրով ու ջերմությամբ պատրաստվեք ամանորին եւ հրաժեշտակ 2025-ին։ Ես հավատում եմ, որ ինչպես տարին սկսում ես, այնպես էլ անցնում է։ Հավատանք, որ 2025-ը պետք է իր հետ տանի այն բոլոր դժվարություններն ու խնդիրները, որ ունեցել ենք անցնող տարում 2026-ին, թող հաղթի խաղաղությունը։ Իսկ Ֆորտունա հեռուստաընկերության ամանորյա ծրագրի գլխավոր հովանավորն է Երեմյան ընկերությունների խումբը Լոռու մարզի Տաշիր համայնքում տեղակայված իր ամենամեծ եւ ամենաժամանակակից անասնաֆերմայով։ Իր մարզային գործունեությամբ ընկերությունը նպատակ ունի աջակցել համայնքներում աշխատատեղերի ստեղծմանը, փորձի փոխանակմանը եւ ներդրումների իրականացմանը։ Եվ ինչպես ասում է Երեմյան կաթնամթերքը, կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Նոր տարում լինենք սիրառատ, լեցուն սիրով, ուժեղ եւ առողջ։ Շնորհակալություն ենք հայտնում նաեւ մեր հաղորդման գործընկերոջը Ազարյան Վայնին, հասցեն Քաղաքավանաձոր խորենացի 7, թող ձեր սեղանները զարդարվի մշտապես Ազարյան գինով, հաճելի, գեղեցիկ, ուրումնավետ եւ բնականաբար շատ համեղ։ Ազարյան գինին խաղողի ընտիր տեսականին, ներկայացնում է եւ ինչը դարձնում է ավելի սիրելի ձեր քիմքին։ Թող ձեր տոնական սեղանները զարդարի Ազարյան գինի։ Ընտանիքի համար շատ հարմարավետ գինի է, կարող եք ընտանիքով վայելել եւ ունենալ նախատոնական եւ գեղեցիկ տարի։ Դե ինձ երբ բարեկամներ ասում ենք, շնորհակալություն մեր հաղորդումը սպասարկող տոնական օրերին, մեր հաղորդումը սպասարկում եւ ոչ միայն Մարիա Բյութի սալոնին եւ իհարկե Նե Վարդանյան դիմարտարման ուսուցման բուժական կենտրոնին։ Սիրելիներս, մենք մեր հաղորդումներում այս ընթացքում պետք է ամփոփենք այն կառույցների գործունեությունը, այն մարդկանց հանդիպենք, ովքեր ամբողջ տարվա ընթացքում փորձել են, ջանել են, որպեսզի մեր օրն անցնի ավելի հետաքրքիր, դրական, գեղեցիկ, որպեսզի մեր կյանքը դառնա ավելի լավը։ Այո։ Եվ մենք այսօր էլ զերծ չենք մնա իհարկե մեր այս ողջագրած քաղաքականությունից եւ մեր տաղավարում ունենալու ենք հրաշալի հյուրեր, խոսելու ենք հրաշալի երևույթի մասին։ Այո, իսկ դուք մնացեք մեզ հետ, կհանդիպենք արդեն հյուրասրահում եւ կընդունենք մեր շատ սիրելի հյուրերի։ Ալիքը մի փոխեք, մենք ձեզ կկարոտենք։ Կարմիր, սպիտակ եւ վարդագույն։ Ազարյան գինի, պատրաստված միայն խաղողի լավագույն տեսականուց, տնական տեխնոլոգիայով առանց հավելումների եւ բաղադրիչների։ Արտադրվում է Քաղաքավանաձորում, հարցրեք Լոռու մարզի խանութներում, նաեւ The Wine Room խանութ սրահում, Քաղաքավանաձոր Մովսես Խորենացի 7 հասցեում։ Գործում է մանրածաղ եւ մեծածախ առևտուր, ինչպես նաեւ գինու համտեսում հենց խանութ սրահում։ Ազարյան գինի, արբեցնող, ինչպես սերը։ Պատվերով կահույք, տան, աշխատասենյակի եւ ցանկացած միջավայրի համար։ Ձեր ճաշակով ու պահանջներին համապատասխան։ Նորավոճ ու նրբաճաշակ տեսականին կպատրաստվի փորձառու մասնագետի կողմից, որակը երաշխավորված։ Մեզ կարող եք գտնել նաև Facebook-ում եւ Instagram-ում։ Մարիա Բյութի սալոն,
մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Գերակուրը պատրաստված է նվերները, փաթաթել ենք լույսերով, շրջապատել ենք փողոցներն ու մեր տները ու սպասում ենք։ Ամանոր, ամանոր, քեզ սպասել ենք ամեն օր։ Ամանոր, ամանոր, տոն ամենակարևոր։ Մանուկներն ուրախացել են, նամակներն արդեն գրել են ու շուրջ պար նրանք կազմել են, սպասելու են բոլորով ձմեր պապին ջրանուշին ու մոտենում են։ Ամանոր, ամանոր, քեզ սպասել ենք ամեն օր։ Ամանոր, ամանոր, տոն ամենակարևոր։ Ամանոր, ամանոր, քեզ սպասել ենք ամեն օր։ Ամանոր, ամանոր, տոն ամենակարևոր։ Ամանոր, ամանոր, Ասում ենք բարի երեկո, բարի նախատոնական երեկո, ասել եք թե միտեղ պատրաստում է բլինի, նրբաբլիթը նույն հայերենով, Բլինչիկն ու բլինին տարբեր է, չէ՞ լինում։ Շատ, ուղղակի նրանք հոր երեխաներ են։ Եղբոր բալիկներ։ Այո։ Եվ այսպես նախատոնական համով հոտով ողջավորված եւ աշխատանքի երում փուլում շարունակում է տոնական բացենյակը եւ մենք խոսում ենք մեր մարզի բոլոր համայնքների ձեռքբերումներից, նրանց
ծառացած խնդիրներից, որոնք անցնող 2025-ին լուծումներ են տրվել եւ 26-ի համար էլ անելիքներ ունեն։ Եվ սիրով ողջույններ ենք ուղարկելու Սպիտակ համայնքին եւ Սպիտակի շուրջ բոլորված ու համախմբված 20 գյուղական բնակավայրերին։ Իսկ այժմ սիրով ներկայացնում ենք մեր հյուրերին։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր տաղավարում Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանն է մեր տաղավարում, եւ քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման եւ տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանը։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ։ Հարգելի հյուրեր, նախ առաջին հարցը, որ ուզում եմ տալ, առհասարակ հանգստյան էտապ նախատոնական հասցնում եք ունենալ, հասցրել եք ունենալ, թե չէ, հաշվի առնելով, որ մի քանի օր եւ արդեն 2026-ն է։ Դեռ ոչ։ Դեռ աշխատում եք։ Դեռ աշխատում ենք, այո, մինչև տարեվերջ աշխատելու ենք, ամփոփելու ենք տարին, պատրաստվելու ենք նոր տարվան, գալիք տարվան։ Իսկ ձեր դեպքում հանգստյան օրեր եղել։ Բնականաբար ոչ, հանգստյան օրերը որպես այդպեսին մենք չգիտենք ինչը, որովհետև շաբաթվա 7 օրն էլ աշխատում ենք։ Հանգստյան օրը գոյություն չունի։ Ուղղակի հասցնում ենք մենք գիշերակացով տուն գնանք։ Հրաշալի։ Այո։ Դուք ձեր ծննդավայրն է Սպիտակը, հենց թե հարակից գյուղերում է, որն է ձեր։ Ոչ, ծննդով Սպիտակից ենք, ծնվել մեծացել ենք Սպիտակում, կրթություն ստացել ենք Սպիտակում եւ այդպես շարունակ։ Մեր հարազատ բնորանն է Սպիտակը։ Այ հենց դրա համար եմ ուզում իմանալ, ինչ կամ ով է ձեզ համար Սպիտակ քաղաքը։ Սպիտակ քաղաքը մեզ համար մեր տունն է, մեր կարելի ասել հայրենիքը սկսվում է մեր համար Սպիտակից, որովհետեւ դա մեր հարազատ ծննդավայրն է։ Եվ ցանկացած մարդ պետք է սիրի իր ծննդավայրը։ Դա կարևորագույն հարցերից մեկն է անձի համար, որ պետք է սիրի իր հայրենիքը, իր բնորանը, իր ծննդավայրը։ Այս դեպքում Սպիտակը մեր ծննդավայրն է եւ մեր հայրենիքի հանդեպ սերը սկսվում է Սպիտակից։ Քանի որ եթերը նախատոնական ուզում հարցնել, սիրում եք նոր տարի։ Իհարկե։ Այո, իհարկե։ Նոր տարին իր հետ բերում են նոր առաջընթացներ, նոր գործեր, նոր ասելիքներ, նոր հաջողություններ, իհարկե սիրում ենք նոր տարին։ Այ հիմա պետք է ես խնդրեմ ձեզ խոստանալ, որ այս եթերում լինելու եք անկեղծ, որովհետև հարցեր են հնչելու, որոնք ամանորի շուրջ են, որոնք ձեզ կստիպեն ու կօգնեն գնալ դեպի մանկություն ու մանկանալ անկախ ունեցած պաշտոնից եւ գտնվելու տարիքից այո։ Բայց մինչ այդ մենք խոսենք անցնող 2025-ի մասին։ Անցնող տարին համայնքի համար բավականին հագեցած էր, գիտենք։ Կխնդրեմ ներկայացնել ինչպես կգնահատեք տարին ամբողջությամբ, որոնք էին ամենակարևոր ձեռքբերումները 2025-ի համար, պարոնեք։ Շնորհակալություն հարցի համար։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ մեզ այս գեղեցիկ տաղավարում հյուրընկալելու համար։ Եվ ցանկանում եմ նշել, որ 2025 թվականը անցնող Սպիտակ համայնքի համար բավականին բարեբեր տարի էր։ Կարելի արձանագրել, որ բավականին մեծ ձեռքբերումներ եւ հաջողություններ ունեցանք։ Իհարկե ճանապարհին եղան նաեւ խոչընդոտներ, դժվարություններ, բայց դրանք բոլորը հաղթահարելի էին։ Սպիտակ համայնքի համար իրականում անցնող տարին կարելի է գնահատել որպես արդյունավետ եւ հագեցած։ Տարվա ընթացքում իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր, որոնք ուղղված են համայնքի համաչափ զարգացմանը։ Ինչպես գիտենք, խոշորացված համայնքի մեջ ներառում է Սպիտակ քաղաքի եւ 20 գյուղական բնակավայրեր եւ մեր հիմնական սկզբունքը եղել է ոք չպետք է դուրս մնա զարգացման գործընթացից։ Զարգացման գործընթացը համայնքի համար պետք է լինի համաչափ։ Նախկին գյուղական բնակավայրերի եւ քաղաքի չափերը նշանակություն չունեն, բոլորը հավասար են։ Ինչպիսի հիմնական ծրագրեր իրականացվեցին 2025 թվականին։ Ճանապարհաշինություն, հովակների ջրի ոռոգման կառուցում, համակարգերի շարունակվում են 21 թվականից սկիզբ առած աղբանության համակարգի ստեղծումը, այսինքն արդիականացումը, որը գրեթե մոտ են ավարտին, ոլորտները բազմազան են, շատ հագեցած։ 2026-ին այդ նախագիծը ավարտին կմոտենա, թե դեռ կա։
Այո, 26-ին Կարծում եմ ամենասպասված ծրագրերից մեկն է։ Մի փոքր մանրամասնենք տվյալ ծրագրի շուրջ 2022 թվականից Սպիտակ խոշորացված համայնքը մասնակցել էր տարածքային զարգացման հիմնադրամի կողմից հայտարարված Բաղադրիչ 2 ծրագրին եւ այդ ծրագրի շրջանակներում ձեռք ենք բերել 3 հատ նոր աղբատար մեքենա, 1 բազմաֆունկցիոնալ մեքենա, 500 հատ պլաստմասե աղբամաններ, 1 ինքնաթափ մեքենա եւ որոնք կարեւոր էին համայնքի զարգացմանը համար։ Աղբահանությունը, ինչպես գիտենք, ցավոտ թեմա է բոլորի համար եւ Սպիտակ համայնքը փորձում է այդ ցավը մեղմել։ Հիմա քաղաքում եւ հարակից բնակավայրերում արդեն 2026 թվականից կտեղադրվեն նոր պլաստմասե աղբամաններ եւ աղբանության որակը փորձել ենք եւ փորձում ենք ել ավելի բարձրացնել, հասցնել մաքսիմումի, որպեսզի քաղաքը ձերբազատվի եւ ընդհանուր համայնքը ձերբազատվի կենցաղային աղբից։ Դա էր կարևորագույն ձեռքբերումներից, ինչպես նաև մի շարք տեխնիկաներ ենք ձեռք բերել նախորդ տարիներին եւ 2025 թվականին հիմա նույնպես սպասում ենք եւս մեկ աղբատար մեքենայի, մեկը արդեն համայնքի միջոցներով գնել ենք եւ եւս մեկը գնված է, սպասում ենք որ հասնի համայնք, մատակարարեն եւ փորձում ենք 2026 թվականին աղբանության հարցը ընդհանուր համայնքում լուծել համայնքի սեփական միջոցներով, համայնքի ուժերով։ Ինչ աշխատանքներ կան, որ շարունակվելու են 2026 թվականին եւ մեկնարկելու են նոր ծրագրեր 2026-ին։ 2025 թվականի ծրագրերը բազմազան էին, որոնց մի մասն արդեն ավարտվել են, հիմնականում ճանապարհաշինական աշխատանքները, իսկ ունենք ծրագրեր, որոնք ընթացքային են եւ շարունակվելու են նաեւ 2026 թվականին։ Դրանցից կցանկանայի առանձնացնել Սպիտակի քաղաքային զբոսայգին, որի հիմնանորոգումը սկսվել է դեռևս 2024 թվականից, սուբվենցիոն ծրագրով ներկայացվել էր 2 փուլով, առաջին փուլն ավարտված է, երկրորդ փուլը դեռ ընթացքի մեջ է, մի փոքր ուշ մեկնարկեց, այդ իսկ պատճառով կտեղափոխվի 2026 թվական, բայց հույս ունենք, որ ունենալու ենք շատ գեղեցիկ եւ բարեկեցիկ այգի, զբոսայգի, որը կզարգացնի թե զբոսաշրջությունը, թե կնպաստի բնակիչների առօրյա կյանքի, կունենա դրական ազդեցություն։ Ինչպես նաեւ համայնքի զարգացման համար շատ կարևոր էր ունենալ նոր ավտոպարկ, ավտոկայանատեղի, այսինքն այսքան տեխնիկա ձեռք է բերվել համայնքի համար եւ չունենք կայանատեղի տվյալ մեքենաների համար, կոմունալ կարիքների համար։ Հիմա ձեռնարկել են 2024 թվականից նոր ավտոպարկի կառուցում, երկրորդ փուլն է ընթանում եւ 2026-ի երևի թե մինչեւ հունիս ամիս արդեն ավարտած կլինենք ամբողջությամբ, կհանձնվի շահագործման, որը շատ կարևոր է նաև։ Ես ուզում եմ հենց այստեղ մի քիչ ավելի բացենք ճակերտները եւ որոնք են այն ծրագրերը, պարոն, որ կարծում եք, որ համայնքի բնակիչների կյանքի որակի վրա անմիջական ազդեցություն ունեցան եւ 2025-ին եւ հենց 2026-ի համար դուք խոսում եք բարեկարգումից, ճանապարհներից, դրանք հասկանալի են իհարկե, բայց ուղիղ ազդեցության տեսանկյունից որոնք նաեւ կանխառացնեք։ Բոլոր ծրագրերն էլ կարևոր են, կարելի է դրանց մեջ տարբերակել ըստ առաջնահերթությունների, հիմնական դա գյուղական բնակավայրերում խմելու ջրի, ոռոգման ջրի համակարգերի արդիականացում, ցանցերի ընդլայնում, ջրամբարների կառուցում, դա է գյուղական բնակավայրերում առաջնահերթություն։ Հետո նոր ճանապարհաշինություն, արտաքին լուսավորություն, գազաֆիկացում եւ նմանատիպ այլ ծրագրեր, մշակույթի տների կառուցում, վերանորոգում, դպրոցների հիմնանորոգում, ինչպես գիտենք, կառավարության ծրագրերով 300 դպրոցին կարգմանկապարտեզ ծրագրի շրջանակներում ընդհանուր հանրապետությունում կառուցվում են եւ կառուցվել են մանկապարտեզներ, դպրոցներ, Սպիտակ համայնքը եւս անմասն չի մնացել այդ ծրագրից, կցանկանայի նշել եւ օգտվելով առիթից նաեւ շնորհակալություն ասայտնել ամբողջ համայնքի եւ անձամբ պարոն Նիկողոսյանի անունից Հայաստանի Հանրապետության կառավարությանը Սպիտակին ուշադրություն դարձնելու համար Սպիտակ համայնքում կառուցվում է 4 նոր մանկապարտեզ մոդուլային տիպի 144 տեղանոց, որից մեկն արդեն շահագործվում է, հանձնվել է, եւս 3-ը կառուցման փուլում են։ Իսկ դպրոցաշինության ծրագրերից կցանկանամ առանձնացնել, որ 3 դպրոցներ զրոյից կառուցվում են Հարթագյուղ բնակավայրում, Շիրակամուտ բնակավայրում եւ Սպիտակ բնակավայրում 3 դպրոց
0-ից է կառուցվում, իսկ 8 դպրոց ընդհանուր համայնքում հիմնանորոգվում է, որոնց մեծ մասն արդեն պատրաստ են շահագործման։ Ինչպես կնկարագրեք համայնքի սոցիալական ու մշակութային ակտիվությունը 2025-ին, այսինքն անցնող տարում։ Մշակութային ծրագրերով ակտիվ եք։ Մշակութային ծրագրերն են ակտիվ, այո։ Բարբերաբար անցկացնում են միջոցառումներ համայնքում, անցկացվում են տոներն են նշվում ըստ պատշաճի, կազմակերպում են նաև սպորտային միջոցառումներ, ակտիվ է 25 թվականի եղել։ Իսկ երիտասարդությանը էլ ակտիվացնելու համար, որովհետև սա կարծում եմ թիրախային է դարձել բոլոր համայնքների։ Թիրախային է դարձել, դա ուղիղ համայնքի ղեկավարի ուշադրության կենտրոնում է գտնվում այդ հարցը եւ բարբերաբար արդեն ավանդույթ է դարձել անցկացնել Սպիտակ համայնքի ղեկավարի ֆուտբոլի գավաթի առաջնություն, որ ամեն տարի եզրափակիչը նշվում է քաղաքի օրվա հետ միասին, հուլիսի 15-ին, երրորդ տարին է արդեն անցկացվում է այս մրցաշարը, ինչպես նաև այլ մշակութային միջոցառումներ, նարդու առաջնություն, շախմատի առաջնություններ են անցկացվել, տարբեր սպորտային միջոցառումների ենք մասնակցել, կազմակերպել ենք նաև հենց համայնքում, ինչպես նաև գյուղական բնակավայրերում, հեծանվավազք իրականացվեց այս տարվա ընթացքում 2025-ի նմանատիպ բազմաթիվ ծրագրեր, որ նպաստեն երիտասարդության զարգացմանը։ Ակտիվ են երիտասարդները։ Այո, իհարկե։ Գնալով ավելի ակտիվ են, այո։ Ես ուզում եմ առանձին շեշտադրությամբ ձեր բաժինը բավականին ծավալուն է եւ այդ որպես բաժնի ղեկավար ու պատասխանատու այդ համակարգում, հա, ինչը հատկապես կառանձնացնեք, որ վայ փառք Աստծո 2025-ին այս հարցը լուծվեց։ Կոնկրետ ոլորտը կդժվարանամ նշել, բայց ամեն դեպքում շատ հիմնահարցեր, որոնք որ փոխանցվել են, հա, ասենց ժառանգաբար, արդեն լույս է երևում էլի, չէ, թունելի վերջում, այսինքն գիտենք ինչ անենք ու ուր գնանք, ինչ ճանապարհով։ Շատ կարևոր է։ Կարելի է նշել պարոն Գրիգորյանի բաժնից, որ դա եղել է նաև պարոն Նիկողոսյանի նախընտրական խոստումներից մեկը, Սպիտակ, ինչպես գիտենք, Սպիտակ քաղաքում ունենք երկրաշարժից հետո կառուցված բազմաբնակարան բնակելի շենքեր, որոնք տրամադրվել են բնակիչներին, սակայն դրանց մի մասը բնակարանների թվով 115-ը դեռ ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէր եղել բնակիչներին սեփականաշնորհել։ Այդ հարցը շատ կարևոր էր համայնքի ղեկավարի համար եւ բոլոր ջանքերը ներդրվեցին այդ հարցի լուծման։ Այսօր փառք Աստծո կառավարության որոշմամբ հատկացվել է գումար, բավականին մեծ գումար, այդ գործընթացը շարունակվում է, կարելի ասել արդեն ավարտին փուլում են գտնվում։ 26-ին դա էլ կավարտենք, որ մի նպատակ էր։ 26-ին այս տաղավարում խոսելիս դրա մասին չմոռանաք հիշատակել։ Մոտենում է ամառորը, ինչ տրամադրություն է համայնքում, զարդարան, մարդկանց պատրաստվածությունը նախատոնական է արդյոք։ Եվ ամանորյա եթե ծրագրեր կան համայնքի եւ համայնքի ղեկավարի ուղիղ խոհանտակ կարող եք դրանք էլ ներառել եւ μας պատմել մի քիչ դեր տրամադրության մասին։ Մշակութային կյանքի հետ միասին անմասն չի մնում նաեւ ամանորը Սպիտակում։ Ունենք նոր ծրագրեր ամանորի հետ կապված, քաղաքի եւ գյուղական բնակավայրեր արդեն զարդարման փուլում են գտնվում։ Այս տարի ձեռք բերեցինք համայնքի բյուջեի միջոցների հաշվին նոր տոնածառ, արհեստական տոնածառ, որը տեղադրված է արդեն եւ ընթանում են զարդարման աշխատանքները։ Հույս ունենք, որ գեղեցիկ ամանոր ենք ունենալու տարբերվող մյուսներից։ Հրաշալի է։ Եկանք հասանք ամենասկզբում իմ ակնարկին, անկեղծությանը։ Մեր այս հանդիպման նպատակը նաև որպես քաղաքացի ձեզ ներկայացնելն է, այսինքն շատ դեպքերում դուք լինում եք պաշտոնական միջոցառումների եւ նվիրումը աշխատանքը հենց գործին է վերաբերվում եւ անձնապես որպես քաղաքացի մի քիչ չի ներկայացվում ամենայն դեպս եթերում։ Եվ առաջին հարցը, որ ուզում եմ տալ, ինչպես եք զգում, երբ որ նոր տարին մոտենում եմ, ինչ զգացողություններ են ձեզ հուշում, որ տարեմուտի գիշերն է։ Անցած ժամանակը, այսինքն անցած 12 ամիսը, ինչ ենք ձեռք բերել, ինչ ենք կորցրել եւ ինչ ենք պատրաստվում յուրաքանչյուրս գալիք նոր տարվա համար։ Դուք բանատես
Կարելի է նշել նույնը, ամանորի գիշերը պետք է մի պահ լուր մտածես անցած տարվա քո կատարած եւ չկատարած աշխատանքների մասին։ Ինչ արեցիր եւ ինչ չարեցիր։ Եվ դրա մեջ ամենակարևորը շնորհակալ լինել արված աշխատանքի համար, արածի համար, եթե մարդ շնորհակալ է լինում, հուսով եմ ամեն ինչ լավ է լինում։ Պետք է միայն դա մտածել, որ ինչ ես արել եւ ինչ կարող ես անել, որ չես արել, շարունակես մյուս տարի փորձես այդ բացը լրացնես։ Մանկության տարիների զգացողությունները ամանորի հետ կապված տարբեր են եւ արդեն հասուն կյանքում այլ կերպ են ներկայացնում։ Հուզական դաշտով պատկերացնելով այդ զգացողությունները մինչեւ այսօր ձեր մեջ արտանում են նոր տարվա օրերին կամ հենց նոր տարվա գիշերը։ Բնականաբար իհարկե արտանում են, որովհետեւ մենք էլ արդեն մեր սերունդն ենք տվել, չէ, ունենք երեխաներ, զավակներ, իրենց հետ իրենց տեսնելով մեր մեջ նույնպես արտանում է մեր հիշողությունները բնականաբար։ Եվ այդ հիշողությունները կարելի ասել հիմիկվա սերունդի մոտ չի փոխանցվում, որովհետև մեր ժամանակներում այլ էր ամանորը, հիմա այլ է։ Այն ժամանակ այո, իսկ ինչ հիշողություններ ունենք, մանկական հիշողություններ, որը մինչև այսօր պահպանվել են։ Եվ ամեն անգամ հիշելիս ըստ ներքին հոգում ջերմություն, տաքություն առաջացնում։ Նոր տարվա գիշերը ստացված երևի թե նվերը, որը այն ժամանակ տարածված էր մի հատ մանդարին, կոնֆետ, չէ, ստոպրակի մեջ, ասում են ձմեռ պապը բերել է քեզ համար։ Կոնֆետ, տարբեր չարազև են, դա որ հիմա չկա։ Եվ շարունակելով բացահայտել, թե ինչ սպասումներ կային մանկության տարիներից եկող ամանորի շուրջ, ուզում եմ իմանալ, դա որ հրաշքներ, որին հենց գիշերը ամանորին հավատում էիք։ Ամանորին սպասվող ամենափոքրիկ, բայց ամենակարևոր հրաշքը մարդկանց աչքերում հայտնվող շպիտն է ու հավատը։ Այն պահ, երբ մի քանի օրով մարդիկ սկսում են ավելի ջերմ վերաբերվել միմյանց, ավելի շատ հավատալ լավին ու նոր հնարավորությունից։ Դա մի այլ զգացողություն է, որ կարելի անվանել ամանորի փոքրիկ հրաշք է։ Եթե 3 բառով նկարագրեիք ամանորի կախարդանքը, որոնք կլինեին։ Պարոն Գրիգորյան։ Նպատակներ, հիշողություններ, երազանքներ, ինչու՞ չէ, այո։ Հիշում եք առաջին անգամ ձմեռ պապին երբ գրեցիք նամակ։ Այն ժամանակ երբ օնլայն չէինք գնում։ Դժվարանում այդ հարցին պատասխանել երևի միգուցե չեմ էլ գրել, չեմ հիշում։ Անկեղծ չեմ հիշում։ Պարոն Գրիգորյան հիշում եք։ Այո, ինքնաձիգ եմ ուզել ու բերել է։ Գոհեմ շատ չի պահպանվել, բայց հիշեցի։ Հիմա հաջորդ հարցը տալուց առաջ ես պետք է խնդրեմ, որ հեռուստադիտողները հեռուստաէկրաններից մի կողմ տանեն բոլոր բալիկներին։ Իսկ երբ կորավ այդ հեքիաթը, որ ձմեռ պապը դա մեր ծնողներն են։ Էլ չի կարծում։ Այո։ Հիշեք, երբ բացահայտեցիք այդ կախարդական նորությունը։ Դպրոցական տարիներին երևի։ Բավականին 9-10 տարեկանում երևի, երբ հետևում ենք, թե ոնց է գալու ձմեռ պապը եւ տեսնում ենք, որ մեր ծնողներն են մեր ձմեռ պապի։ Եվ ինչ կցանկանայիք թողնել 2025-ին եւ ինչ նպատակ ու երազանք տանել դեպի 2026։ 2025 թվականին կցանկանայի թողնել միայն վատ հիշողությունները եւ այն վատ տրամադրությունը, որ եղել է 2025-ին, իսկ 2026 փոխանցել միայն լավը, բարին եւ հաջողությունները, որ դրանք լինեն շարունակական։ Միշտ խաղաղություն եւ սեր տիրի մեր Հայաստան աշխարհում։ Եթե ամանորը խոսել իմանար, կամ լավ, ձմեռ պապը, ինչ եք կարծում, ինչ կմաղթեր սպիտակ համայնքին, եկվես պարոնայք, կամ ինչ կասեր։ Եթե ամանորը կարողանար խոսել, կարծում եմ առաջին հերթին մեր համայնքի կմաղթեր խաղաղություն, միասնություն եւ շարունակական զարգացում։ Կասեր պահեք միմյանց նկատմամբ հոգատարություն, ջերմություն, հավատ վաղվա օրվա նկատմամբ եւ միասնաբար շարունակեք կառուցել ավելի հարմարավետ եւ բարեկեցիկ համայնք, թե Սպիտակ քաղաքում եւ թե մյուս 20 գյուղական բնակավայրերում։ Ամենահամով հարցին եմ եկել։ Կա ուտելիք։ Կամ ուտելիքներից։ Այո։ Դարձյալ դու մի լսիր։ Ես
փոքր չեմ լսի ես բան։ Այո, կա ուտեստ, որ հարիր է հենց սպիտակցիներին, սպիտակի շուտ համված բոլոր բնակավայրերում, կամ չէ բնակավայրում, որ միշտ օրինակ ձեր բարեկամի տուն գնում եք, չգիտեմ, ասում են դուք սրանից չեք կերել հաստատ այստեղ ոնց է։ Դա Սա ուրիշ է։ Կա այդպիսի ուտեստ, կա ավանդույթ։ Ավանդույթ միշտ կա, որ ամեն մարդ իր պատրաստածը համով է եւ առաջարկում է ամանորի այցելության ժամանակ մեր տանին ուրիշ է։ Իսկ ուտեստ որպես այդպեսին կդժվարանամ առանձնացնել, գրեթե բոլորի տներին նույնն է, բոլոր տեղերում մեր ավանդական տոլման եւ քյոֆթանիշլի երևի թե դրանց մասին։ Ես հենց հարցը տվեցի ու մտածում եմ, որ ում շրջապատում ովքեր որ արմատները սպիտակից են, շատ լավ չուչխել են պատրաստում ու տեսակ ուրիշ համով։ Այո, կա այդպիսի բան, որ չուչխելը համով սպիտակի։ Այո։ Շատ լավ, պարոն Գրիգորյան, ինչ կցանկանաք մաղթել ձեր համայնքի բնակիչներին, մեր Հայաստան աշխարհին, ամանորի եւ Սուրբ Եվ կխնդրեմ պարոններ գավաթները վերցնել, Ազարյան գինով գավաթները։ Եվ ձեր մաղթանք շնորհավորանքը փոխանցել մեր հեռուստադիտողին եւ սպիտակին եւ առհասարակ ձեր բնակիչներին։ Խոսքս կսկսեմ մեր խոշորացված համայնքի բնակիչներին ուղղելով եւ տարածելով ողջ աշխարհում ապրող արարող հայ ազգին։ 26 թվականը ցանկանում եմ թող լինի առաջի հերթին խաղաղության, հաջողությունների, բեղմնավոր աշխատանքի տարի։ Մեր ազգը բազմաչարչար, արարող, ստեղծող ազգ է։ Այնպես որ խաղաղություն լինի, ամեն ինչ կլինի։ Շնորհավոր, եթե ավելացնելու։ Շնորհակալություն, գրեթե ամեն ինչ ասվեց պարոն Գրիգորյանի կողմից։ Այո, մեր հայ ազգը ունեցել է տարբեր չարչարանքներ, կրել է տարբեր չարչարանքներ եւ դժվարություններ, բայց միշտ հաղթանակած է դուրս եկել, ուսումնասիրելով պատմությունը հայ ազգը միշտ հաղթահարել է իր առջև ծառացած դժվարությունները եւ միշտ ձգտել է դեպի ապագան։ Այդ է պատճառը, որ մինչեւ հիմա բազմաթիվ հին ազգություններից պահպանվել է միայն հայ ազգը։ Եվ աշխարհում երևի թե միակ հին ազգն ենք, որ պահպանվել ենք։ Եվ մեր պետականությամբ եւ մեր տեսակով կցանկանամ խաղաղություն, միասնություն, սեր, առաջընթաց ցանկացած գործում եւ միայն լավն ու բարին։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ մեր կառավարությանը, ինչի որ կարողանում է օժանդակել, զարգացնել համայնքները, բոլոր համայնքները Հայաստանի Հանրապետության համաչափ զարգանում են։ Յուրաքանչյուրը յուրովի, բայց կառավարության աջակցությամբ դա տեղի է ունենում եւ էականորեն ազդում է բնակչության կենսամագարտակի բարձրացմանը եւ այս կատարված աշխատանքները դրա վառ ապացույցներն են եւ աշխատանքները շարունակվելու են դեռ հետագայում 26, 27 եւ այդպես այդ տարիներին եւս շարունակվելու են։ Շնորհակալություն եւ շնորհավոր ամանոր։ Ուզում ենք նաև շնորհակալություն ասել Սպիտակ համայնքին, իդեմս համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանին մշտապես մեր նախագծերում ակտիվ մասնակցության համար եւ իհարկե իդեմս նաև հասարակության հետ կապերի բաժնին, որովհետեւ մեր աշխատանքը հենց կոորդինացվում է այս բաժնի հետ միասին։ Շնորհակալ ենք, որ այսօր այստեղ եք, թող 2026-ը բերի այն, ինչ չէր բերել 2025-ը լավ իմաստով։ Շնորհակալություն, մենք էլ շնորհավորում ենք մեր հեռուստադիտողներին Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ մնացեք մեզ հետ, տոնական եթերը շարունակվում է։ Եվ մի մոռացիր մեր հյուրերին ճանապարհել Ազարյան գինով, որ մինչև նոր տարի մի բաժակ չխկացնեն աշխատավայրում։ Բայց Ազարյանը մի բաժակով չեք կարող եզրափակել։ Դա ամեն դեպքում։ Մենք ուզում ենք ձեզ նվիրել Ազարյան գինի, որը վստահ եմ նոր տարում կամ մինչև նոր տարի կհասցնի կոլեկտիվը։ Շնորհակալություն։ Եվ ձեզ մաղթում ենք բարի ճանապարհ, իսկ դուք ալիքը մի փոխեք Անահիտը ձեզ կկարոտի։ Եվս մեկ անգամ ողջույներ Սպիտակին ու 20 բոլոր 20 գյուղերի բնակիչներին մենք ձեր շատ ենք սիրում։ 2025 թվականը Սպիտակ համայնքի համար կարելի է բնութագրել որպես արդյունավետ, հագեցած եւ առաջընթաց ապահովող տարի։ Անցնող տարվա ընթացքում համայնքում իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր, որոնք միտված էին համաչափ զարգացմանը։ Խոշորացումից հետո համայնքն ընդգրկում է Սպիտակ քաղաքը եւ 20 գյուղական բնակավայր, եւ համայնքի ղեկավարության հիմնական սկզբունքը մեկն է՝ ոչ մի բնակավայր չպետք է դուրս մնա զարգացման գործընթացից։ Առաջնային ուշադրությունը հատկացվել է ենթակառուցվածքների բարելավմանը, պետություն
համայնք համաֆինանսավորմամբ եւ պետական միջոցներով իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք ամուր հիմք են ստեղծում համայնքի կայուն զարգացման համար։ Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 2025 թվականին հիմնանորոգվում է Սպիտակի քաղաքային զբոսայգին, կառուցվում են նոր ավտոպարկ, ավարտական փուլում են Մեծ Պարնի բնակավայրի մշակույթի տան արտաքին հարդարման շինարարական աշխատանքները։ Ասֆալտապատվել են Սպիտակի պանրագործներ եւ Ալեքսանդր Միասնիկյան փողոցները, Թորոսյան առաջին նրբանցքն ու Ալեք Մանուկյան առաջին նրբանցք 11 շենքի բակային տարածքը, Գրիգոր Լուսավորիչ փողոցը եւ շվեյցարական թաղամաս առաջին նրբանցքը, Կաթնաջուր բնակավայրի 8-րդ փողոցը, Շիրակամուտ բնակավայրի 3-րդ եւ 14-րդ փողոցները, Խնկոյան եւ Տեր Սիմոնյան փողոցները, Շենավան բնակավայրի կենտրոնական փողոցը, Սարալանջ բնակավայրի 2-րդ փողոցը եւ Հարթագյուղ բնակավայրի 9-րդ փողոցը։ Բազմաթիվ փողոցներ հիմնանորոգվել են տուֆով սալարկման միջոցով։ Սպիտակ համայնքի Սուրեն Ավետիսյան 4-րդ եւ 6-րդ նրբանցքները, Փյունիկ թաղամասի փողոցները, Արապնյա եւ Տեր Սիմոնյան փողոցները, Շիրակամուտ բնակավայրի գերեզմանատուն տանող ճանապարհը, Ծաղկաբեր բնակավայրի առաջին փողոցի 3-րդ նրբանցքը եւ 3-րդ փողոցը, Սարահարթ բնակավայրի 5-րդ, 6-րդ եւ 15-րդ փողոցները, Մեծ Պարնի բնակավայրի 3-րդ, 13-րդ եւ կենտրոնական փողոցները, Լեռնավան բնակավայրում փողոցները, Լեռնանցք բնակավայրի գերեզմանատուն տանող ճանապարհը եւ Արևաշող բնակավայրի առաջին փողոցի 5-րդ, 8-րդ, 9-րդ եւ 13-րդ նրբանցքները։ Իրականացվել են Սպիտակ համայնքի Արչովիտ բնակավայրի խմելու ջրի արտաքին ցանցի հիմնանորոգման եւ Քարաձոր բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի ընդլայնման, Սպիտակ բնակավայրի Բանավան թաղամասի խմելու ջրի ցանցի կառուցման աշխատանքներ։ Սպիտակ համայնքի Լեռնանցք, Շենավան, Գեղասար եւ Ծաղկաբեր բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքներ։ 2025 թվականին կյանքի են կոչվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող մի շարք խոշոր ծրագրեր, Գեղասար բնակավայրի 2 կիլոմետր 400 մետր երկարությամբ գլխավոր ճանապարհը, 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում շահագործման են հանձնվել Սպիտակի թիվ 3 մանկապարտեզը, ավարտին են մոտենում Լեռնավան բնակավայրի մանկապարտեզի շինարարական աշխատանքները, ընթանում են Լուսախփյուր եւ Գոգարան բնակավայրերի մանկապարտեզների շինարարական աշխատանքները, Սպիտակ համայնքի Սպիտակ, Հարթագյուղ եւ Շիրակամուտ բնակավայրերում ընթացքի մեջ են ժամանակակից կլաստերային տիպի դպրոցների կառուցման շինարարական աշխատանքները։ Սպիտակ համայնքի Սպիտակ, Լուսախփյուր, Ծաղկաբեր, Կատնաջուր, Գոգարան, Արչովիտ, Արևաշող, Լեռնանցք, Լեռնավան բնակավայրերում հիմնանորոգվում են դպրոցներ։ Ավարտական փուլում են Սպիտակ քաղաքի Խնկոյան 134 հասցեում պետության կողմից կառուցվող սոցիալական բնակելի շենքի շինաշխատանքները։ Համայնքային միջոցներով վերանորոգվել եւ արդիականացվել են Սպիտակի երաժշտական դպրոց, հոակի եւ համայնքապետարանի շենքերի տանիքները։ Շարունակում է արդիականացվել փողոցների գիշերային լուսավորության համակարգը, լուսավորվել են Նորվեգական թաղամասը եւ Թումանյան փողոցը, համալրվել է Խնկոյան փողոցի գոյություն ունեցող լուսավորության ցանցը։ Շարունակվում է աղբահանության համակարգի արդիականացումը։ Համայնքը 2025 թվականին ձեռք է բերել եւս 2 աղբատար եւ 1 փողոցներ նշագծող մեքենա, որոնք համալրել են նորակառույց ավտոպարկում առկա 3 նոր աղբատար մեքենաների թիվը։ Համայնքային միջոցներով ձեռք են բերվել նոր աղբարկղեր, աղբամաններ եւ նստարաններ, իրականացվել են ծառանտունկի աշխատանքներ։ Ձևավորվել են 2 նոր հոակներ, որոնք նորակառույց թիվ 3 մանկապարտեզում եւ ավտոպարկում ստեղծել են 64 աշխատատեղ։ Ավելացել է ուսանողական 3 նոր երթուղի՝ Ծաղկաբեր, Մեծ Պարնի, Կատնաջուր, Վանաձոր, Շենավան, Արևաշող, Վանաձոր եւ Լեռնանցք, Սպիտակ, Վանաձոր ուղղություններով։ Այսպիսով ուսանողական երթուղիների թիվը հասցնելով 8-ի։ Զուգահեռաբար ակտիվացել է համայնքի մշակութային կյանքը, կազմակերպվել են տոնական մշակութային եւ մարզական միջոցառումներ, այդ թվում նարդու, շախմատի եւ ֆուտզալի մրցաշարեր, մեծ շուկով նշվել են Սպիտակի օրը եւ երեխաների պաշտպանության օրը։
Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են եղել արվեստի եւ սպորտի բնագավառներում համայնքի պատիվը բարձր պահած անձինք։ Համայնքը ձեռք է բերել նոր 12 մետր բարձրությամբ տոնածառ, որն այսուհետ կզարդարի քաղաքի կենտրոնական հրապարակը։ Չնայած առկա մարտահրավերներին, Սպիտակ համայնքը 2025 թվականին շարունակել է վստահ քայլերով զարգանալ, ստեղծելով ամուր հիմք առաջիկա տարիների նոր ծրագրերի եւ նախաձեռնությունների համար։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին, շնորհավորում ենք մեր բոլոր հայրենակիցներին Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ եւ նաեւ ողջունում ենք Հայաստանի սահմաններից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներին եւ նրանց եւս շնորհավորում ենք եւ ցանկանում խաղաղ ու երջանիկ տարի։ Ելի բարեկամներ, թող գալի 2026 թվականը լինի առողջության, հաջողության, նորանոր ձեռքբերումների տարի։ Մենք շատ ու շատ ենք այս օրերին լսում մաղթանքներ, բայց ամենակարևոր մաղթանքը պետք է ինքներս մեզ համար պահենք հենց։ Ես հավատում եմ, որ տարին եւ փոխում է կես գիշերին, հա, մանորի նորամուտին պահված բոլոր երազանքներն իրականանում են։ Եկեք միաձայն, այո, պահենք, մեր հոգու սրտի խորքում պահենք ու թող որ այն իրականություն դառնա։ Եվ որ տրամաբանական իրավարտին մոտեցնելով այսօրվա մեր եթերը պետք է շնորհակալ լինենք առաջին հերթին ձեզնից, մեր սիրելի հեռուստադիտողներ ջան, որ նախորդ րոպեների ընթացքում բաց սենյակի հետ էիք։ Հաղորդման վերջում շնորհակալություն մեր հաղորդման գործընկերներին, մեր գլխավոր հովանավորին Երեմյան ընկերությունների խումբին, ինչպես նաև շնորհակալություն Ազարյան Գինուն։ Նաև հաղորդումը սպասարկում են Նունե Վարդանյան դիմահարդարման ուսուցման եւ բուժական կենտրոնը, Հասցեն Տիգրան Մեծի 39 կոտորակ 1 եւ Մարիա Բյութի սալոն, Համբարձումյան 17 կոտորակ 2։ Եվ եւս մեկ անգամ շնորհակալ ենք բոլորին հաղորդումները, եթե on-line տիրույթում հասցրել եք դիտել, շատ ավելի լավ, իսկ եթե off-line տիրույթում եք մեզ դիտում, ուրեմն հիշեք նաեւ, որ մեր հաղորդումները հասանելի են սոցիալական բոլոր էջերում Fortuna Meg TV մեր YouTube-յան հարթակում, ինչպես նաեւ հարգելի հեռուստատողներ Ovio, Ucom եւ Team Telecom բջջային օպերատորների հասանելիությամբ ամբողջ երկրի տարածքում։ Իսկ Հայաստանի սահմաններից դուրս գործում են նաեւ կաբելային տիրույթները։ Հանդիպենք։ Կհանդիպենք եթերում, մի մոռացեք, որ անկախ տոնից ու անկախ Ամանորից ես շատ եմ սիրում։ Ես էլ քիչ եմ խոսում, բայց ես էլ եմ ձեզ շատ սիրում։ Ձյունայի չավ սիրտը իմ արեց կես, Ձյունայի չավ ու նորից հիշեցրեց քեզ, Ձյունը դառնում է աչքիս մեջ կաթի, Ձյան պես թողում է հոգիս ինչպես փաթի, Ձյունը սիրուս պես մաքուր է ջերմակ, Նոր տարում վերադարձիր տուն իմ միակ, Սարով ձորերը պատել են ձյան Խնդրում եմ իմ սերը հետ բեր, անցորդներից նրա տեղը հարցրու, միայն թե սերը իմ տուն վերադարձրու, սիրտս խփում է արագ ու անհամբեր, Ձյուն քեզ խնդրում եմ իմ սերը Ուզում ես դարդերը շատացրու, միայն թե սերը իմ տուն վերադարձրու, Ձյունը իջել ու մաքրել է իմ հոգին, Ձյունը մտքով ինձ հասցրել է քո Օգնիր, որ նորից չսխալվեր, Ձյան պես ուզում եմ ապիտ մեջ հալվեմ, Ձյունը թող քեզ ինձանից բերի նամակ, Նոր տարում վերադարձիր տուն իմ միակ, Սարով ձորերը պատել են ձյան
Արտյունը իջավ ու նորից հիշեցրեց քեզ Ֆորտունա հեռուստաընկերության ամանորյա ծրագրի գլխավոր հովանավորն է Երեմյան ընկերությունների խումբը, Լոռու մարզի Տաշիր համայնքում տեղակայված իր ամենամեծ եւ ժամանակակից անասնաֆերմայով։ Իր մարզային գործունեությամբ ընկերությունը նպատակ ունի նպաստել համայնքներում աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների իրականացմանը եւ փորձի փոխանակմանը։ Ինչպես ասում է Երեմյան կաթնամթերքը, կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Նոր տարում լինենք սիրով լեցուն, ուժեղ եւ առողջ։ Ամանորյա բացենյակի գործընկերն է Ազարյան Գինին իր հատմտիշ տեսականիով։ Կարող եք հարցնել խորենացի 7 հասցեում, ինչպես նաև բոլոր խանութներում։ Ազարյան Գինի զարդարեք ձեր ամանորյա սեղանները։ Կարմիր, սպիտակ եւ վարդագույն։ Ազարյան Գինի պատրաստված միայն խաղողի լավագույն տեսականուց, տնական տեխնոլոգիայով առանց հավելումների եւ բաղադրիչների։ Արտադրվում է քաղաք Վանաձորում, հարցրեք Լոռու մարզի խանութներում, նաև The Wine Room խանութ սրահում, քաղաք Վանաձոր Մովսես Խորենացի 7 հասցեում։ Գործում է մանրածաղ եւ մեծածաղ առևտուր, ինչպես նաև գինու համտեսում հենց խանութ սրահում։ Ազարյան Գինի, արբեցնող, ինչպես սերը։ Տոնական վաթսենյակի գործընկերն է Step Furniture պատվերով կահույքը քաղաք Ստեփանավան։ Հեռախոսահամար 091 20 20 35։ Step Furniture որակյալ հումք, ամուր կառուցվածք, կատարյալ համադրություն։ Պատվերով կահույք, տան, աշխատասենյակի եւ ցանկացած միջավայրի համար։ Ձեր ճաշակով ու պահանջներին համապատասխան։ Նորավոճ ու նրբաճաշակ տեսականին կպատրաստվի փորձառու մասնագետի կողմից, որակը երաշխավորված։ Մեզ կարող եք գտնել նաև Facebook-ում եւ Instagram-ում։ Մարիա Beauty Salon, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր, բազում Թաղամաս, Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։